Բարի գալուստ Նիկո, ինտերիեր տուր ենք անում ձեզ համար, ուրեմն ասենք, որ Նիկոն ունի մի քանի սրահ, մենք գտնում ենք իրենցից առաջինում, որտեղ է գտնում նաև բարը, смотрите, как уютно и красиво, ինչը շատ հանգիստ միջավայր է, ահա որ, վաու, спасибо, это очень приятно. Ինձ ճանաչողները գիտեն, որ ես խենթանում եմ ծաղիկների համար, ու անտարբեր ասել այս դեղին խրիզանտեմաների կողքով ես չի կարող։ Ափսեների սեղաններին չկան, հեսա գնանք ափսեներն էլ նայենք, գնանք մյուս սրահ, ցույց տանք որտեղ ենք մենք նստած։ Երեխաներ, սա մեր աշխատասենյակն է։ Այստեղ ենք մենք նստում, այստեղ կա շատ գեղեցիկ բույս, панорамные окна, Сара, я не знаю, как это на армянском. Ես էլ չեմ հիշում կներեք։ В общем, очень красивый стол. Մեծ պատուհաններ։ Երեխեք այդ երկրորդ երկու զալերը որ նայեցինք, հետո գալիս ենք դեպի բաց խոհանոց, որը որ շատ սիրուն է։ Это ուզակաս ինչ որ ուտելիքի։ Вот նայեք, это очень красиво. Вау. Всё. Ու այս կողմով արդեն անցնում ենք իրանց երրորդ զալը, որը որ էլի տենց մեծոտ է։ Ու շատ սիրուն է այստեղ ամեն ինչ, просто մտածված է։ Макбуки. Макбуки тоже, да. Цветы очень красивые. И вот зал. Очень классный. Մի քիչ երևի թե բարձր Իսումա բարձր խոսեցող մարդկանց համար ստեղ մի քիչ փոքր է մասը, բայց օրինակ մեր, բայց ով որ շնորհքով է, պատուհանների էս բորդո գույնը լույսերը եւ այլն, սուպեր։ Եվ այստեղից երևում է մեր շատ սիրելի բաց խոհանոցը, խնդրեմ նայեք։ Ու խնդրում եմ բույսերն նայեք, ամենուր բույսեր են։ Ու ես այս կտավը ինտերիերը вообще շատ լավն է, անգամ վերևում բույսեր են։ Наши ведущие Գուշակեք որտեղ ենք ու ինչ ա գտնում ներքևում։ Աստիճաններ։ Եղեք ես հայլիում պետք է նկարվել, էլի հայլի։ Հայլի։ Եղեք լուսային գաման շատ հետաքրքիր եւ ինձ դուր է գալիս։ Ասեմ որ շատ սիրուն է։ Այստեղ մի քիչ ջուրիկներ են թափած այստեղ թափի սենյակն է ինչ որ ու ներսը սորական սեփ զուգարաններով տեղ է։ Բայց կայֆ է, երեխեք, այս դեղին է շատ հավես է։ Բայց իրոք շատ կայֆ։ Բայց շատ հավես է, կարելի է ֆոտոսեսիա անել։ Եկեք տեսնենք սրա մեջ ինչ է։ Здесь женские штучки, которые очень классные, что есть։ Երեխեք լոգոյով է, տեսեք։ Այո։ Մեծ մոտիկ ցույց տուր, տես ինչ հավես է։ Էլեգանտ մյուզիկ դնենք։ Այո։ Բավականին կոկիկ զուգարան է։ Լաուրա։ Այո։ Շատ լավն է։ Ես պլյուս եմ դնում։ Այսօրվա մեր թեման վիճելի հարց, միշտ բոլորին հետաքրքրող հարց, արդյոք деньги это счастье или нет։ Ուրեմն, այս թեմայի շուրջ ձեր կարծիքը կարող եք հայտնել եւ ես անցնեմ առաջին Շատ լավնո։ Այն ավտոն։ Վաու, չի տեսնի, տեսար։ Այսպիսով, թեման սկսելու համար առաջին հարցը տամ։ Ինչ է ձեզ համար երջանկությունը եւ ինչքանով փողը փոխկապակցված դրա հետ, ինչքանով փողը ազդում դրա վրա, այդ երջանկության վրա։ Նախ ես կասեմ, որ այդ հարցը does money buy happiness։ Ոնց է հայերեն։ Արդյոք գումարը ախեք։ Իմ համար գումարը ընդհանրապես չունի երջանկությունի ազդեցություն։ Իմ համար գումարը ընդհանրապես չունի ազդեցություն իմ կյանքում, որ ես լինեմ երջանիկ, որտեղ երջանկությունը իմ համար, այդ իմ ընտանիքն է, այդ իմ ընկերներն են, որոնց հետ որ ես կարամ, չգիտեմ, գնամ պրոստը դրսում այգում, առանց ոչ մի բան, առանց ինչ-որ կայֆենսի տրուլալա տապալա, առանց դրա նստեմ, խորհրդակցեմ, ուրախանամ, ժպտամ, խնդամ։ Ուզում եմ ասեմ, որ երջանկությունը երբեք չի կարա լինի գումարը։ Երջանկությունը շատ sense սուբյեկտիվ իրականում արժեք է, որ բոլորի մոտ տարբեր է, մեկը այդ երջանկությունը տեսնում է իր աշխատանքի մեջ, մյուսը տեսնում է ընտանիքում, մյուսը տեսնում է իր հարաբերություններում եւ այլն, ու չես կարող sense միանշանակ ինչ որ պատասխան տաս,
Բայց ուզում եմ ասեմ, որ գումարը միանշանակ ազդեցություն ունի այդ երջանկության աստիճանի վրա։ Օք, օրինակ դες դու ասում ես իմ համար շատ կարևոր է որ տենց դուրսում նստեմ եւ այլն, կարայի ոչ կաֆե չլինի, ես չլինի, այն չլինի։ Ես շատ համաձայն եմ, որ դու այդ բանը քեզ երջանիկ ես զգում, բայց երբ որ դա շարունակական է լինում, դա չի կարա քեզ էլի նույն էմոցիաները պարգևի, որովհետև դու էլ որպես անձ զարգանում ես ու դու էլ ունես այդ ավելին ունենալու ոնց որ ցանկությունը ու բնականաբար դու ուզում ես որ քո արածը լինի գնահատված, ինչու՞ չէ նաև ֆինանսական տեսանկյունից, որովհետև դա շատ մեծ մոտիվացիա է բոլորիս համար աշխատելու։ Մի հատ կներես շատ, պրոստը ավելացնեմ իմ խոսքին, որ չգիտեմ խի հետ եկավ, որ իրականում ես երջանիկ եմ, որ ես առողջ մարդ եմ ու կարում եմ փող աշխատեմ։ Այդ է երջանկությունը, ոչ թե որ ես ունեմ միլիարդներ օրինակի համար։ Իմ համար երջանկությունը այդ ներդաշնակությունն է, ինքս իմ հետ, երբ որ Բարերով էլի սկսեց։ Չգիտեմ ինչքան ուզում ասում սիրում բարերով էլի սկսեց, այս նավսեկի եթե չլսեմ։ Իհարկե, իմ համար այդ ներդաշնակությունն է, հոգեկան հանգստությունը, խաղաղությունը, երբ որ մտքերս շատ խառը չեն ու սենց ատակավայց չեն անում, բայց մի հատ կարևոր ասպեկտ կա, թե ինչքանով գումարը ունի դրա վրա ազդեցություն։ Երբ որ քո ֆիզիոլոգիական կարիքները բաց են, հոգացած չեն, խոսքը շատ առաջնային բաների մասին է, այսպես ասած օրվա հացի, հագուստ հասարակ, ինչ-որ առողջական կարիքները, ծախսերը հոգալու հնարավորություն, երբ որ այդ ամեն ինչը քո մոտ բաց է, դու դրանք չես կարողանում լրացնել կամ լրացնում ես շատ դժվար է քո միտքը հանգիստ պահել, որ դու գաս այդ ներդաշնակ խաղաղությանն ու երջանկությանը։ Դրա համար այտենց դարում ենք էլի իրականում ապրում։ Դրա համար իմ համար թե ինչքանով է դա փոխկապակցված, այո, քանի դեռ իմ առաջնային ֆիզիոլոգիական կարիքները հոգացած են, ես կարող եմ ինձ համարել բավական երջանիկ մարդ, որտեղ մնացած այդ ասպեկտներում արդեն գալիս է թոմի ասած սուբյեկտիվ կոմպոնենտը, թե արդեն քո ընկալումները մինչա քո համար երջանկությունը, քո ընտանիքն է, քո ընկերներն են, քո կողակիցն է, քո շունն է, քո կերած հացն է, քո գնացած տեղն է, հայրենիքն է եւ այլն։ Այդ ամենը արդեն քո սուբյեկտիվ ընկալումների մոտեցումների հարց է, բայց ըստ իս բխում այդ առաջին ֆիզիոլոգիական կարիքները փակելուց ու դրանից հետո եկող արդեն Պիրամիդա Maslow, все-таки Russian Armenian Օ, մենք ստեղ կարանք, այստեղ կարանք բարևենք ընկեր Ավետյանին։ Ընկեր Арман Александрович, Здравствуйте. Ընկեր здравствуйте. Ավետյան եմ ասել։ Славянский университет, thought us something. Пирамида Маслоу, Да. мы помним. Давай։ Երեխեք ջան, ուրեմն անցյալ վիպուսկին չենք հասցրել ասել, մենք սենց նոր ռուբրիկայի պես բան ենք ունեցրել, ու ամեն անգամ ուզում ենք ցույց տալ մեր աութֆիթերը։ Սկսեմ։ Ուրեմն տալստովկան Zara, մայկան թիշերթը Jordan, շալվարը Sara-նա նվիրել ծնունդիս Asos-ա, չգիտեմ ինչ բրենդ է։ Կոշիկներս, եթե սխալ չեմ ասում, House, չգիտեմ էլի բրենդը իրանց, այստեղից եմ առել։ Պայուսակս թեմու, մատանիներս ինչպես միշտ գիտեք, Նյու Յորքեր, թե ինչեր չեմ իշում անցել Это я подарила. Это я подарила. Это Sara подарила, извиняюсь։ Երեխեք, անցյալ անգամ չեմ ասել, այս ականջողերս որ կա, առաջին անգամ որ ծակել եմ, այդ ժամանակվա ականջողերս է։ Wow. Ես կարամ նոր դա դնեմ։ Ականջողերը ականջիս են։ Cute. Զեց։ Մաս, раз։ Okay, ուրեմն այսօրվա լուքս կազմված է այս էլեմենտներից, t-shirt H&M, hoodie H&M, տաբատ Reebok, կոշիկի Adidas-իկի, պայուսակը Oysho, Gym Princess Nike, բան surf-ից եմ վերցրել, ականջողերս, կստացի տարբեր են, որտեղ ամեն մեկի զույգը կորցրել, այս Մազակալսել իմ արշավական ընկերներից մեկն է պատրաստել, ձեռագործ է երեխեք, շատ excited եմ եղուններս ցույց տամ, էլի մատնահարդարից respect։ Նայեմ ես, ինչ չեկա։ Ուրիշ կցեմ վրեց, չէ, թե հակնեմ։ Ինչ չեկա։ 2350 դրամ, Lemar G, այս ինչ ես կերել, վիտամին C mix, brown sugar boba, Հա։ Конечно։ 0 из 10։
Business Ну, не что-то знаю, кушать. не знаю. T-shirt-ս արել եմ Asus-ից, ոնց որ Collusion-ա, եթե չեմ սխալվում, hoodie-ս Zalando Pull and Bear, սպարտիվ կասելի Asus Collusion, կոշիկներս Puma Fenty collab-ը, նասկիներս Nike, Նիկե։ Nike, Նիկո Նիկե։ Nico Nike, այո, պայսակս նվերա, Ձերը քոննա։ մազերը իմնա, ամեն ինչ Մնացածը իմնա, գիտեք։ ժամս դե գիտեք Casio-յա, ես միշտ դնում եմ Casio-ս։ Ասախի։ Ասեխե, Ասախի։ նվերա։ Մենք չենք ասի։ So, next question. Next question. Ինչ եք կարծում ֆինանսական ստաբիլությունը, կայունությունը, այսինքն ստաբիլ ֆինանսական եկամուտ ունենալը եւ այլն։ Դա ավելի կարեւոր է, քան խառը ու հետաքրքիր փորձառությունները, երբ որ գալիս է ինչ որ հենց երջանկության մասին խոսելիս, որովհետեւ տարանջատում են, չէ՞, ու կամ ասում են, որ ես եթե իմանամ ստաբիլ եկամուտ ունեմ եւ այլն, ինձ ավելի ապահով եմ զգում, իսկ ապահովությունն էլ է երջանկության ինչ որ կոմպոնենտ, եկեք համաձայնենք, թե ընդհակառակը, երբ որ դու ստաբիլ չի, ինչ որ խառը եկամուտի աղբյուրներ ես ստանում, բայց նաև ծախսում ես այդ խառը ինչ որ այսօր միտեղ ես թռնում, այսօր գնում ես այստեղ, այնտեղ եւ այլն եւ այլն։ Ինչ կասեք սրա շուրջ։ Այդ ստաբիլությունն է ձեր համար երջանկության գրավական, թե այդ ռանդոմ, անկանոն, բայց հետաքրքիր փորձառությունները։ Ուզում եմ ասեմ, որ այս հարցին պատասխանելու համար նախ դու պետք է հասկանաս քո սոցիալական կարգավիճակը։ Որովհետև եթե դու օրինակ չգիտեմ 21 տարեկան նոր համալսարանը ավարտած մարդ ես, ով որ փորձում է իրեն տարբեր ոլորտներում որպեսզի գտնի, ես շատ adekvat ու նորմալ եմ նայում նրան, որ դու կարաս չգիտեմ 3 ամիս մեկ աշխատանք փոխես, փորձես ինչ-որ բան, որ քեզ դուր չեկավ, գնաս ուրիշ ինչ-որ բան փորձես եւ այլն, բայց նույնը դու չես կարող ասես այն մարդկանց մասին, ովքեր օրինակ մեծ են, ունեն ընտանիք, երեխաներ եւ այլն, ու իրենց համար շատ կարեւոր է այդ ստաբիլությունը։ Բնականաբար, որովհետեւ դու պատասխանատվություն ես կրում ոչ միայն քո համար, այլ նաեւ այն մարդկանց, ով որ դու ստեղծել ես։ Ես Թոմի հետ համաձայն եմ, որտեղ եթե դու ունես ընտանիք, երեխեք եւ այլն, դու չես կարող քո կայֆի համար ինչ որ պրոյեկտից, դե կարող է քո մի պրոյեկտը արժի նենց գին, որ դու կարաս իրականում քեզ թույլ տաս տենց աշխատես, բայց եթե չարժի է դա, ուրեմն նորմալ չի ունենալ ստաբիլ եկամուտ, որ դու ունենաս այդ սառայի սկզբանե ասած սովորական օրվա հացը, քո երեխեքի պամպերսը եւ այլն։ Ես քանի որ փոքրուց աշխատել եմ, այսինքն 13-14 տարեկանից ես աշխատել եմ ու այդ եղել է ոչ ստաբիլ գործ, բայց ես ունեցել եմ խեղճ երեխա, բայց ես ունեցել եմ ոնց որ նենց գումար, որ ինձ օքեյ ա եղել այդ տարիքին։ Հա, իրականում իմ համար ցանկացած տարիքում էլ այդ ֆինանսական ստաբիլությունը շատ կարևոր է եղել, որովհետև այո, դրանով պայմանավորված է եղել իմ ապահովության զգացումը։ Ես միշտ ասում եմ, եթե ես ունեմ գումար կամ գիտեմ, որ ամսվա այս ինչին ես ստանալու եմ աշխատավարձ, այդ ինձ տալիս է ինքնավստահությունն ու ապահովության զգացումից ելնելով, ես ինձ տենց լավ եմ զգում, բայց ես այն մարդն եմ, ով ռանդոմ իր շաբաթ կիրակիները անցկացնում է ինչ-որ սարերում եւ այլն, կարա մի օր միտեղ գնա, մի օր լրիվ ուրիշտեղ, ու այդ Սոֆի ասած հավես միքսն է, որ դու ունես ստաբիլը, ֆինանսական ստաբիլությունը, այդ քո ապահովության զգացման համար, որ դու գիտես, ոնց ասեմ, հեռանկարային է քո համար, քո եկող ամիսը։ Post չեմ արել։ Ինչ եկել ենք, երեխեք նախ ստեղի լույսը, ինձ թվում է հատուկ արած, որ սենց приглушенный свет, ու սենց դու մտնում ես, միանգամից կոմֆորտ ես զգում, մյուզիկը բարձր չի այդքան։ Այսինքն օրինակ մեր սրահում մի քիչ ցածր է, այնտեղ մի քիչ բարձր է, որ արդեն երևի որ ասում էին մոտ են իրար, չլսեն ուրիշների խոսակցությունը, կստացի։ Չնայած նրան, որ իրենք նորաբաց են, արդեն հասցրել են ձեռք բերել իրենց սպառող ոնց են ասում, իրենց հաճախորդին, ուրույն սեգմենտին, որը գալիս այստեղ հենց երևի թե այդ հանգիստ մթնոլորտի աշխատանքից կտրվելու, բայց նաև աշխատանքի վրա կենտրոնանալու լավ միջավայրի, հարմար միջավայրի համար։ Երեխեք, ես այնքան սոված եմ ու այնքան սիրուն ավեն, ինչ որ ես պրոստը չեմ կարող։ Կարելի է ուղղակի ուտենք։ Եկեք մի հատ արագ ասեմ ինչ ենք պատվիրել։ Սմբուկով, լոլիկով եւ ընկույզով աղցան, կանաչեղենով մատուցված, պրոշուտո կոտոյով, պեստոյով, ստրաչատելայով։ Ու գալը։ Իցետա։ Հաջորդիվ տաք ուտեստներից վերցրել ենք 2 տեսակ։ Չիզբուրգեր կարտոֆիլ ֆրիով եւ տրյուֆելի այոլիով։ Այոլի։ Գիտես, ես դեռ զանում եմ շոկոլադ չոտ։ Եվ կաղամբի ստեյք
Միսո Это очень ապխտած красиво. գետնանուշի սոուս։ Ай, Сая, ха? А это что Գետնանուշի такое? соусն է սա։ Я думала, это икра. Это что? Միսո, или это мисо։ Это, Нет, наверное, мисо внутри. цветы, чтобы покушать. Если это гидей. Լիմոնադներ ենք պատրել մալինայի եւ իրոք ազնավամորի եւ Raspberry and տնայի, հա չունենք։ Ինչևէ, կարմիր լիմոնադ։ Ես Թոմիկը ինչպես ջուր է միշտ խմում։ ջուր երեխեք ջան։ Երեխեք, որ մեր լիմոնադները բերեցին, Սարան ասաց, «Վայ, ինչ կայֆ դեղին տրուբոչկաները», ու գնացինք ինտերիերը նկարելու, բայց հիմա որ սա եկանք եւ խմեցի, երեխեք էս մակարոնա։ Ոնց ցույց տանձես, էս փոքրիկ երկար սպագետիա։ ու տրուբոչկա է ծառայում։ Ու էս իրանց սարքած մակարոնն է։ Ուզում եմ ասեմ, որ իրանց մոտի ուտելիքը ինչ ունեն իրանց մենյուում, իրանց սարքածն է, իրանք են ամեն ինչ սարքում, ոչ մի տեղից չեն վերցնում ու առնում։ Ու էս դանդուկ գլերը Այդ որ ասում ենք ծաղիկ, երեխեք, միասին ցույց Այս տալու։ ծաղիկները նենց համով են, կներեք, բայց Բայց հա։ հա։ Հա, կեր։ Էս է ուտա։ ուտելու է, հա։ Բայց կայֆ է։ Շատ։ Հենց դա ոնց որ вообще կանաչի չլինի ինչ որ։ Մենք կուշտ վերադարձել ենք վերադառնա։ Սարան էլ է վերադառնում։ Անցնենք հաջորդ հարցին։ Next question։ Ահա։ Խոսելով ահլելես։ երջանկությունից եւ փողից ու իրենց միջև տարվող զուգահեռներից, այսպեսի մի հարց։ Կա երկու մասի են, չէ՞, կիսում, ոնց որ երկու կարծիքները կիսվում են երկու մասի այս հարցի շուրջ։ Եվ որ դու Ամեն մեկը ունի իր ճիշտը։ Խաչմերուկ Նիկո։ Նիկա։ Երբ դու նվիրում ես եւ երբ ստանում ես, այստեղ եթե պրոյեկտենք ես մեր թեմայի շուրջ, ոնց եք ձեզ զգում, ինչ էմոցիաներ կունենում, երբ որ դուք ծախսում եք ձեր գումարը ինչ որ մեկի վրա, սիրելի հարազատ եւ այլն, եւ երբ որ ձեր վրա, տարբերությունը, ինչ էմոցիաներ եք ապրում, ինչ վիճակ է ձեզ բերում, որն է ձեզ ավելի երջանկացնում։ Իմ համար նենց տարբերություն չկա, ես եմ ծախսում, թե իմ վրա են ծախսում, երբ որ ես գտնվում եմ այն մարդու հետ, ով ինձ իրոք երջանկացնում է։ Նույն էմոցիաներն եմ զգում։ Իմ համար Երեք մենք այնօր քննարկում ենք girlhood-ը, այս էլ manhood-ն է։ Դզեց։ Ամեն հոտ կա։ Я всегда լուրջ եմ ասում, տղաների մոտ նենց լավ է ստացվում ընկերություն անելը։ առանց թեմայը կքննարկենք։ Լավ։ Բայց ահա որ դզեց։ Որ պատկերացնենք, պրոստը երկու մոտոցիկլեր կանգնած էին լուսացույցի տակ, Գաբրիելետի։ Մեզերից նաև լուսափոր։ Ես մի հատ էլ առաջ եկա այս վրինը սենց եղավ, ես Դրոսկով երկու մոտոցիկլետ ու մի Գաբրիելետ կանգնած են լուսացույցի տակ։ Ու այդ ընթացքում Գաբրիելետից միացնում են երկ մոտոցիկլներ միացրել այդ երգը։ Չէ։ Հա, բֆրացին գնացին կանաչ մոտոներ։ Okay, բայց մյուսի համար էին միացել, ու սենց է որ իրար սենց արեցին, որ մենք իրար հասկացանք, սենց որ դասեց։ Փողը երեխեք ջան, եթե չծախսեք, չի գալիս հետ։ Ես երեխեք ջան, մեկ է իմ համար, թե ում համար կանեմ փող կծախսեմ, որտեվ այդ նույնն է, այո, ես ծախսում եմ չէ 0 պրոստը։ Ու կապ չունի ում համար, որտեղ, երբ եւ այլն կարևոր է փողը ծախսի։ Իրականում որոշ ժամանակ առաջ Չեմ հավատում։ Не очень-то и краткая рекламная пауза у нас была. Tank, tank, tank. Yes, so sweet, sweet. Լավ, okay. Ասում եմ, որ որոշ ժամանակ առաջ, դեպի 1-2 տարի առաջ, ես ծախսելը, okay, կայֆ է, բայց հիմնականում ավելի շատ բավականություն ստանում է, երբ որ ուրիշների հարազատներից վրա էի ծախսում, ինչ որ նվերների, տեսքով կամ առհասարակ եք ծախսել, ու երբ որ իմ վրա էի ծախսում, ինչ որ մեղքի զգացում էր մոտս լինում ավելի շատ։ Այո։ Այդ շատ սխալ է։ Մեղքի զգացում ուզեղուդերը, ահա որ վատ է։ Բայց այդ փոխվել է։ Չնայած անալիզ չեմ արել ինչի հիման վրա։ Այդ կմտածեմ էլի, հիմա հավես չունեմ, բայց իմ մոդելը փոխվել, իմ մոդելը հիմա այդպես ու ես հավասարապես հաճույք եմ ստանում թե ին վրա գումար ծախսելիս, թե ուրիշների։ Եկեք սկսենք մեր բուրգերից, որը որ չեմ հիշում ասեցի թե չէ, բայց իրենց մոտ արդեն ֆիրմենի բլյուդանա, չիզբուրգեր, ինչ է։
Cheeseburger։ Բուրգեր է, Երեխեք, ֆրիո եւ այդ տրուֆելային Սոուսը։ Սոուսից սկսած ամեն ինչ համով էր, բայց համադրությունը, փափուկությունը, բալանսը, որ ոչ մի տեղից ինչ որ բան չի ընկնում, թափվում, ջուրը թափվում ա եւ այլն, այդ ամեն ինչը չկար։ Միացած կծում էիր ու այդ մի կծի մեջ ամեն ինչ այնքան հավասար էր գալիս, չգիտեմ, ճիշտ եմ բացատրում։ Ձեր համարել եք տենց։ միան Ուսես մի հատ կծի մեջ ամեն ինչ գալիս էր, այսինքն դու ամբողջությամբ համը զգում էիր։ ու հաշվառնելով այն փաստը, որ անգամ հացերն էին իրենք թխում, այսպես այստեղ ամեն ինչը մեզ ներկայացրին, որ սկսած հացերից, ասենք պեստոյա, պեստոն են իրենք պատրաստում բազիլիկն աղալով եւ ամեն ինչը իրենք են պատրաստում, ու այդ ամեն ինչը sense մի բալ բարձրացնում է այդ ուտելիքի արժեքը համային այդ ամեն ինչը որ զգում ես ու հա շատ հավասար է Շենց մի հատ նյուանս ասեմ իմ համար բուրգերների մեջ իրանց այդ համային համադրությունը, հա, ոնց ասեմ, այդքան իդեալական լինի, որ ես միջի սոֆը չզգամ ու հանել չտամ, ու շատ հատուկ տեղերով ա որ տենց է լինում։ Հա, միջը սոֆ կար, բայց ոնց որ դու էլ չես զգում առանձին այդ սոֆի համը այնքան սիրուն է այդ ամեն ինչը բալանսավորված է։ Это խոսենք կաղամբի ստեյքից, որովհետեւ Երեխեք, это нечто другое, мне кажется։ Նախանցեմ որ ես բանջարեղենի հետ տապակած եւ այլն, ասած բանջարեղենը եփված վիճակում իմ համար ամենասիրելի բաներից չի, շատ քիչ։ Ինձ սիրելի։ Ու չէ, կաղամբը ես որ պատվիրում էինք, իրականում չէի սպասում որ այսքան համանել է։ Անդկարավելի համեղ էր, այդ ինչ համալությունն էր։ Նախ իրոք դուրը, Այդ եմ խոսում, դանդուրը պետք է լինի առանձին ինքան լավ է։ Ես ոնց որ չի պատկերացնում որ դա տենց խրթիկ համով բան է, ու sense որ դու իրար հետ ուտում ես, սոուսը հա, sense իրար հետ ուտում ես։ Չգիտեմ, ես շատ շուտ համանեցի։ Приятный է, sense приятный համեր բերանից։ Կամ ինչ կասես մեր պիցետայի մասին։ Օ, պիցետայի մասին շատ լավն էր։ Ես զարմացել եմ, որ դաժե պեստոն է իրեն սարքում, սոուսը։ Դու չեմ ասում, այդ ֆակտը ինքն ասենց ավելի լավ է։ Ավելի համով է սարքում։ Երբ դու գիտես, որ դու ուտում ես ոչ միայն համով բան, այլ նաև առողջ բան, որ գիտես լրիվ 100% օրգանիկ է, այդ в любом случае շատ մեծ պլյուս է։ Ութե միջավայրը ինչքանով է լցնում հենց այդ փաստը, որ ամեն ինչ իրենք են պատրաստում։ Ոնց որ պատկերացրեք գնանք մի տուն, որտեղ ձեզ հյուրասիրում են խանութից գնված ինչ-որ բաներ, ու ինչքան ուրիշ է, երբ որ դու գիտես, որ իրենք են հենց պատրաստել, քեզ հյուրընկալողները ու իրենք են պատրաստել իրենց ձեռքով, իրենք են քեզ հյուրասիրում են։ Մեզ հետ այստեղ շատ հետաքրքիր պատմություններով կիսվեցին Նիկոյի հետ կապված, որ մենյուում ցանկացած ուտես ամեն ինչ ընտրված է հենց այնպես, որ առաջին հերթին իրենց դուր գա, հետո նոր այսքան ինչը սիրում ես, սիրով կարողանում ես նաև պատրաստել ու մատուցել։ Չէ, մի բան եմ ուզում փողանոցի հետ կապված, որ դաժե կողքով անցնելուց իրենց ատմոսֆերան այնքան լավն էր, որ երևում որ մարդիկ իրենց գործը անում են սիրով, իսկ երբ անում են այդ ամեն ինչը սիրով, բնականաբար դա չի կարող չստանալ։ Այո։ Ցենք այս սպիկն է Նիկոյին եւ Նիկոյի անձնագազմին։ Եկեք խոսանք նաև սալատիկից։ Ես շատ սմբուկով էր, օլիգով եւ ընկույզով։ Ես շատ եմ սիրում սմբուկ, առհասարակ ու այսն բլյուդաներից էր, որ ես գիտեմ էլի կպատվիրեմ Իմ համար տենց կաղամբներ, կաղամբներն է շատ, բուրգերներն է շատ, պիցաներն է շատ լավ է։ Իմ համար պիցան մի քիչ չորություն ունի։ Մեզ, կստացի, այստեղ մի քիչ հալվել է, բայց մեզ հյուրասիրել քիչ չզգացել։ Դիզերտ է ինտերեսի իրանց ամենասիրված հալվել։ բազիցիաներից, ուրեմն պաղպաղակը, Գրեթե ամենասիրած բազիցիաներից։ Պաղպաղակը, որը պատրաստված է մածունից եւ մատուցվում է կարամելիզացված դեղցի հետ։ Այսինքն սեզոնային մրգով, ասեցին, որ ծիրանի սեզոնին եղել է ծիրանով ու երևի թե գալիք ամիսներին կլինի նաեւ սերկևի։ Ես շատ հավանում եմ պաղպաղակը մածունով, ինքը շատ թույլ ու приятный բան է։ Հա, մնացածները շատ համովակի շատ քաղցր է, այսա շատ քաղցրած էր մարդկանց համար։ Ես օրինակ չեմ կարող, բայց շատ լավն էր։ Մանքը շատ լավ։ Ռեսպեկտո։ Գնահատենք։ Եկեք ընդհանուր 3-ից մի թիվ ասենք։ Պիցան, ուտելիքին ես կսանրվում 10-ից Իմ համար դու Վերաբերում եմ միջին գալիս է 9։ 9 պիցետա։ Կաղամբը 10%, 10. Բուրգերը, опять же, 10 из 10. Իդեք հայեր են։ 10-ից 10. Աղցանը։ Երեխեք աղցանը ես գնամ։ Եկեք
Ծիկավազանին rich love։ Ցիկավը դիշում ես։ Իմ նորալին չգիտեմ, զի ծա։ Ծիծա։ Գենիալ։ Դիվադա։ Это стартап։ Максим, Նոր դու այստեղ ղան։ Ինչևէ, մի քանի փաստեր որ ինձ ահավոր տուրեք։ Առաջին։ Ինչ է Նիկոն կոչվում Նիկո։ Նիկո այս։ Դες ո՞ւմ ես ներսի, ապետի պատասխանեի։ Ինչ են գոչվում Նիկո։ Գրեքո Դե մտել։ չէ, կարող է պատասխանում են այնտեղ։ Նիկո Բունյացյանի պատվին։ Այս շենքը կոնկրետ հին առաջին իր նախագծով է կառուցվել։ Այսպես լոգոն է, խնդրեմ յետ նայեք։ Ինչ եք դուք տեսնում։ Կարող եք գրել կոմենտներում առաջին կարծիքը, առաջին միտքը որ եկել է, որովհետև մենք մի բան եք ասել, բացվել է մի ուրիշն է։ Մենք բացայտում Ու ենք բանը, որ ստոպ ալինում, ստոպ ալինում, գրեք Ես ասի 3 վարկյան։ 3 Всё, անցա։ 1 Հիմա բացայտում ենք։ Հասկացաք։ Նարմալ ջենտլմեն։ Իմանալով ես ամեն մանրուքը եւ նյուանսը, որտեղ դրված է պրոստը սիր։ Հոգի, այո, вообще էստեղ դարձրեց ինձ, չգիտեմ։ Խոսելով գումարի եւ երջանկության միջև գնացող զուգահեռների մասին, Երջանկության արդյունքները Ռեկլամներ պաուզան աշիդա։ գումարից զատ ինչն է ձեր համար երջանկություն, այսինքն ոչ թե առաջին հարցի պատասխանը, այլ ասենց ուզում եմ թվարկեք սիրուն օրինակներով, որ պահն ա եղել, որ ասենց գումարը вообще կապ չունի, բայց ասենց շատ ձեզ լցնող սիրուն ինչ որ պահ ա եղել, որ ասենց հիշում եք, ասում եք, ախ, ես այդ բանին ահա որ երջանիկ եմ ինձ զգացել, ուտեղ գումարը ընդհանրապես կապ չուներ։ Ես երևի թե մի հատ sense հենց որը որ հիշեցի, որտեվ ամենասկզբում ասում էի թե գլոբալ ինչն է իմ համար երջանկությունը, այդ ընտանիք եւ այլն, բայց հենց եթե սիտուացիա առանձնացնեմ, այդ իմ սյոմկաներից մի քանիսը կարան լինեն, որոնք որ տворчески են եղել, տворчески սյոմկաները իրանք վճարովի չեն։ Այսինքն դու քո համաձայնությունն է, դու ուզում ես գնաս այդ սյոմկային, թե չես ուզում գնաս։ Ու քանի որ այդ իմ dream job-ն է առհասարակ ու ես շատ եմ սիրում իմ գործը, այդ գործը իմ համար շատ կայֆ է եղել այդ process-ը, իմ համար շատ կայֆ է եղել, որ ես ինչ որ առանց գումարի մասին մտածելու, որ հեսա փողոց տան, всё պիտի գնամ հոգնեցի եւ այլն, այդ process-ը, այդ ամեն ինչը այնքան հավես է անցել, որ ես իրոք չեմ մտածել, իրոք երջանիկ եմ եղել այդ պահին, որ Ինչ բայր եմ ես ինձ երջանիկ զգում։ Ինձ համար ինչն է երջանկությունը։ Այն ինչ ասեց Սոֆին ի սկզբանե համաձայն եմ շատ ընտանիք սա, երբ որ ընտանիքից անդամները առողջ են, չունեն մտահոգվելու այդքան շատ պատճառներ, առանց մտահոգության պատճառների չի լինում ցավոք, բայց դե թող գոնե դրանք լինեն քիչ։ Իմ ընկերներն են իրենց հետ անցկացրած ժամանակը իմ համար մեծագույն հաճույքի եւ երջանկության աղբյուր են իմ վերելքները հայոց լեռներում, դեռևս միայն հայոց, հետագայում Աստված ընդլայնվեմ, բնության գրկում անցկացրած ժամանակը, ընդհանրապես առհասարակ Հայաստանը, հայրենիքը, ժողովուրդ, ես ինչ որ sense պատրիոտ բաներ ունեմ իմ մեջ, չգիտեմ ինչի է այտենց, չգիտեմ ինչու է այդպես, բայց Հայաստան ասելիս լուրջ եմ ասում, լացս գալիս է, երջանիկ եմ զգում Հայաստանում, Հայաստանը բացահայտելիս, Հայաստանում ինչ որ հաջողված ծրագրեր, հաջողված մարդկանց, այո, հաջողված պրոյեկտներ սկսելիս Մի հատ sense երջանիկ պահեմ case, որ ուզում եմ ասեմ, այդ երբ որ ես ջարդեցի իմ MacBook-ի էկրանը, նոր, երեխեք շատ շատ նոր։ պատկերացնում։ Ինքը երևի թե 3 ամսվա է, ու նենց ստացվեց, որ ջարդվեց, ու ես ուղիղ մի օր պրոստը լացել եմ, ընդգծելով այն ինչ ունեմ ես հիմա, որը որ կազմում է իմ երջանկության մի մասը, ընտանիք, առողջություն եւ այլն, լիքը ուրիշ ասպեկտներ, իրանք ինձ օգնել են, որ ես այդ սիտուացիայից դուրս գամ ու ես հասկացել եմ, թե իրականում իրոք ինչ երջանիկ եմ ես, որ երջանկությունը вообще այդ MacBook-ի մեջ չի, որ ինքը կարա այսօր ջարդվի, վաղը կարա նորմալ լինի, այլ նրա մեջ, որ իմ կողքին նենց մարդիկ են, ովքեր ինձ չեն քննադատում, այլ в любом случае ամեն սիտուացիայում իմ կողքին կանգնած են։ հաջորդ ես երջանիկ եմ, որ ես Հայաստանում եմ նաև նրա համար, որ ես խոսում, հաղորդակցվում եմ հայերեն, այդ իմ համար շատ մեծ ուրախանալու առիթ է։ Армения моя. Знаю, мама, Армения, ты ждешь меня. А за тобой Զգացիք չէ որ Սարանն ամենաշատը սիրում Հայաստանը։ Չէ, բայց իրոք ինչ հավես է, երբ որ քո
Okay, ընտանիքը իմ համար նենց է, որ ինքը միշտ պետք է քեզ աջակցի, ինչ էլ լինի ու միշտ քո կողքը լինի, բայց ընկերներ ընտրելը ու ունենալ նենց ընկեր, որ քո հաջողության համար առանց նախանձի կուրախանա, առանց ինչ որ հետին մտքի կուրախանա ու այդ ամեն ինչը հետ կտա նույն ձև դու էլ իրան հետ կտաս։ Գորի եւ շեստը։ Երբեք դրանից կայֆ բան կա։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք այս թողարկման ընթացքում եւս։ Սպասեք հաջորդ թողարկումներին, կհանդիպենք մեկ շաբաթից։ Ուրախ ենք։ Ես ուզում եի հատուկ ասել այս թեմայի շրջանակներում։ Շատ շնորհակալ ենք մեր ընկերներին, հարազատներին, ընտանիքների անդամներին, ովքեր մեր այս երկար, հուսով եմ երկար ու սիրուն ճանապարհի սկզբում մեր ամենամեծ աջակիցներն են, ովքեր ամեն կերպ տարածում են, միշտ նայում են, մեզ խորհուրդներ են տալիս, լավ խոսքեր են ասում եւ այն շնորհակալություն, որ մեր կողքին եք, մենք անչափ անասելի շատ անչափ գնահատում ենք ձեր աջակցությունը, սիրում ենք ձեզ շատ։ Այսքանը։ Այսքանը, շնորհակալություն, եկեք մեր ջջխ բբխ